Մեր նստածույցը գիտեք ինչքան է շարունակվելու, այս հարճ ասեմ, էլի որ ես փորձում ենք մենք ընկերներով ժողովրդի մեջ բարձրացնենք դուխը, որտեվ կարծիքներ եմ լսել, որ ասում են դրա ջահել են չեն հասկանում այդ ցրտին մնալը որն է եւ այլն։ Մենք ազատության հրապարակում մնում ենք եւ հետեւյալ երկու տարբերակն ենք մտածում, հա։ Կամ պետք է ժողովուրդը դուրս գա փողոց արդյունքի հասնելու երթերին, չգիտեմ արդյունք ենք հասնելու կամ փորձելու ենք, կամ այնքան ենք մնալու մինչև սպառվի։ Մենք մեզ չենք սպառելու, նորից եմ կրկնում, չենք հիվանդացել, նորմալ շարունակելու ենք մեր նստածույցը, կամ պետք է մարդիկ դուրս գան փողոց, փորձենք արդյունքի հասնել։ Կամ էլ այսպես փոքր երթեր ենք անելու, զուտ իրազեկման երթեր ենք անելու, մինչև այսքանից սպառվենք, ու մենք չգիտեմ ասենք կտրուկ գործողությունների հացադուլի եւ այլն, յուծվենք, չգիտեմ հիվանդանոց ընկնենք, այս ամեն ինչը անիմաստ կնա։ Այն մարդիկ ովքեր ասում էին դրա մի քանի օրեր կոր կձգեն են ցրտին գասի կգնա, նորից եմ ասում 6 օր եղել ենք, չենք հիվանդացել, 7-ն, 17-ն, 37 օրերն էլ մեզ են սպասում։ Բայց հուսամ այդքան մենք ժամանակ չունենք։ Արտուր Սարգսյանը մամերձ է։ Թեկուզ նրան հացադուլից դուրս բերեն, նրա կյանքը միևնույն վտանգի տակ է, անգամ հացադուլից դուրս գալուց հետո շարունակել ենք մեր պայքարը նրա խափանան միջոցը փոխելու համար։ Այնպես որ նայ, եթե տես կարծիքներ լսեք, որ ասում են դե ջահել են, չեն հասկանում։ Ասեք, որ այդ մարդիկ հասկանում են ու շարունակում են պայքարը։ Մի հատ էլ խնդրանք ունեմ, այսօր էջից գրել եմ, բայց մի հատ էլ խնդրում եմ։ Որտեղ լսեք, որ ասում են անչափահասների, մանկապարտեզա եւ այլն, ուրեմն ձեզ վստահեցնում եմ, մեր մոտ գոչում ունեն 3 անչափահաս գիշերը մնացող։ 2 անչափահաս եղբայրներ են, գաղբանդարկել Ալեք Պողոսյանի որդիներն են, ու մեկն իմ ամենամոտիկ ընկերն է 17 տարեկան, շուտով 18 է դառնում, համարը չափահաս, ինքն է 3 հոգի։ Մեծ մարդիկ են, 30-ից ընդամենը 3 հոգի են անչափահաս, ու սա ասում են անչափահասների շարժում։ Այդպես բան չկա, եթե 3 այդ փոքր երեխեքն են որոշում շարժումը, նախ իրանք մտքով շատ ավելի հասուն են։ Խնդրում եմ, բոլոր տեղին ասեք, սա անչափահասների շարժում չի։ Իհարկե, քաղաքական շարժում չի, մեծերի շարժում չի, համենայն դեպս պատանեկական, երիտասարդական շարժումը, ֆրանսիական հեղափոխությունը ո՞նց ա եղել երիտասարդներով եւ այլն, հոնդեր չասին անչափահասների կամ երեխաների, շատ ժամանակ վիրավորական լակոտների շարժում, մեզ ոնց որ բնութագրում են։ Այն մարդիկ են ասում, ովքեր միշտ խոսացել են, ովքեր միշտ ճարեր են ունեցել ու որպես հերոս են դիտարկվել, որ Արտուր Սարգսյանի համար մտահոգ են։ Հիմա այդ մարդիկ մենք вообще չենք խոսացել այդ մասին, մենք ասել ենք ինչ խոսանք, լիքը խոսացող կա, եթե անեն գործ ենք անելու։ Հիմա մենք գործ ենք անում, այն մարդիկ ովքեր որ հերոս էին, հիմա մեզ են մեղադրում, որ չմոմիանան պայքարին, որ զոտ գրող լինեն։ Հիմա իրանք մեզ դեմ են խոսում, որ մենք վարկաբեկվենք այդ պայքարը, որովհետև իրանց ձեռք է տալիս միայն Facebook-յան գրառումները, լայքերը, նկարները եւ ասուլիսները։ Շարունակենք երթը Հյուսիսային պողոտան բարձրանանք Ազատության հրապարակ, ունդեղ էլ փոխենք վերջացնենք։